Չորրորդ օրն է, որ ընվում է 3-ամյա Տիգրան Օգանեսովը։ Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարությունը, որը նախապրկարարական աշխատանքների ներգրաված է ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի համայնքային ոստիկանության 5 բաժիններից 80 և փրկարար ծառայությունից 150 ծառայող։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Ինչպես նախօրոք էինք հայտնել, վերջին անգամ Տիգրանի հետ եղել է նրա 4-ամյա եղբայրը, որը խոսել չի կարողանում, բայց ինչպես հորաքույրն է հայտնում, եղբայրը վախեցած է և երբ նրան հարցնում են՝ ուր է Տիգրանը, պարանոցն է ցույց տալիս։ Տիգրանը ընտանիքի 5-րդ երեխան է։ Հարևանները Արմլուրի հետ զրույցում հերքեցին բոլոր այն շրջանառվող տեղեկությունները, որ ծնողները անտարբեր են եղել երեխաների, նրանց սննդի և մաքրության նկատմամբ։ Հարևանները մեկ մարդու պես փաստում են ընտանիքը բավականին անապահով վիճակում է գտնվում, երեխայի հայրը առողջական խնդիրներ ունի, մեղք են, մեղք, ասում են հարևանները և հորդորում օգնել ընտանիքին։ Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օգանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։